Պարզ դարձավ, որ Կոտայքի մարզը մեզ կտանի Ավարայրի ճակատամարտ։ Մենք հասանք։ Վերևում երևում մեկ Կինս եւ մայրս փորձենք հասկանալ այն քարը, որի վրա թափվել է Վարդան Մամիկոնյանի արյունը։ Ընկերներ, պարզ դարձավ, որ Կոտայքի մարզը ողջունում է մեզ։ Մենք էլ ողջունում ենք Կոտայքի մարզին եւ ուղևորվում ենք Կոտայքի մարզում գտնվող Չարենցավան քաղաք։ Չարենցավան քաղաքը դարձել է մեր շատ սիրելի քաղաքներից մեկը։ Մենք այնտեղ շուտ-շուտ ենք գնում։ Եվ այսօր ընկերներ Չարենցավանը, որը անվանակոչվել է մեծ ընկերող Երեշե Չարենցի անունով, մեզ կտանի Ավարայրի ճակատամարտ։ Բա, հիմա կասեք այդ ոնց, ասեմ, միջև Չարենցավան հասնել է, մի թեթև աչ ես թեքվում և իշնում ես Ալափարս գյուղ, որտեղ մենք ունենք լավ հետևորդներ և լավ անուշնգեր աղբեր, Արտեմ աղբեր, ով գտնում է Լենինգրադում և զբաղվում է ատամնաբուժությամբ, ունի իր կլինիկան, անունն ինչ է Վարդան, Վարդանը չգիտի, ես էլ մոռացել եմ, բայց Արտեմ բարև եղբայրս, անպայման իմացի ես քեզ որ խոսք էի տվել գնալու եմ ձեր գյուղ եւ նկարեմ Վարդան Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին, հենց հիմա գնում ենք այդ գործողությունն անելու, որովհետեւ այդ եկեղեցուն դրված է մի քար, որի վրա թափվել է մեծ Զորավար Վարդան Մամիկոնյանի արյունը, Սուրբ արյունը։ Հիմա գնալու ենք եւ միասին տեսնենք այդ քարը Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին Ալափարս գյուղում, որից հետո նոր կշարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը, կգնանք կհասնենք Չարենցավան գինած ռեստորան, որտեղ մեր մանուկ հանդիսավարը, մեր անուշ աղբեր մանուկ հանդիսավարը կկազմակերպի եւ գեղեցիկ անակնկալ կանենք։ Բա չէ, որ մնացած համադաների նման չի, մի քանի հոգի կան է, որ ես գիտեն իրանք են ու ֆեսյո։ Չկա այդպես բան, ընկեր։ Մենք որ գալիս ենք լավ մտադրություններով բարի գործ անելու, հանկարծ չփորձեք խանգարել, եղեք լավ ու բարի մարդ, որ մենք հաճույք ստանանք ու այսպես գովաբանենք։ Տեսեք, օրինակ հիմա գիտեմ մանուկ այնտեղ է, ուրախացել եմ, որովհետև գիտեմ լավ մարդ է հանդեսը վարելու, մենք էլ գնալու ենք վարման ընթացքում խույս ավարենք, մտնենք ու բան անենք, անակնկալ։ Այո, գեղեցիկ անակնկալ, սիրված եղբորը, որդուն եւ անուշ աղբորը։ Մեր անուշ աղբոր ծնունդն է այսօր։ Անուն բան էլ չեմ ճշտել ընկերներ, բայց սաղ ճշտելու եմ։ Ոչ մի բան չեմ թողելու հենց այնպես։ Ափսոս, որ Արտեմ ջան, հիմա անձրևոտ է եղանակը, չենք կարող դրոնանկարչությամբ զբաղվել, բայց հնարավորինս կֆիքսենք Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին Ալափարսում։ Ալափարս, բարև ձեզ, մի լիքը փառավոր բարևներ ձեզ Ալափարս։ Մենք ձեր մոտ ենք գալիս, հետո գնանք Չարենցավան քաղաք։ Աշխարհի ամենալավ ու գեղեցիկ ընկերներ։ Նկարում եք ընկերներ։ Լացվի գարուն, խինգու սիրով լցվի մանկան։ Արի ամենալավ հետևորդներին, ամենաբարի հզոր, զորեղ եւ գեղեցիկ հետևորդներին։ Ոնց եք, լավ եք, մենք հասանք Չարենցավան, բայց ինչպես նշել էի, մենք սկզբից չենք գնալու Չարենցավան, որովհետեւ ունենք մեկ շատ կարևոր տեղ, որ ես վաղուց ուզում էի գնալ, ժամանակ գտնելու գնալ, այսօր գտել եմ այդ ժամանակը եւ մեծ սիրով միասին գնալու ենք Ալափարս գյուղ։ Ես նոր նշեցի, որ եկեղեցու անունը Սուրբ Վարդան Զորավար է, բայց պարզվում է, որ ուրիշ անուն է։ Հիմա պետք է հասկանանք, երկու անուն ունենք, մեկի անունը Սուրբ Մայրամ Աստվածածինն էր, իսկ մյուսը Վարդան Ալափարսի եկեղեցի։ Հիմա պետք է հասկանանք, որտեղ է մեր փնտրած քարը, որ եկեղեցում է։ Գնանք ու միասին տեսնենք։ Ես չգիտեմ լեգենդ է թե իրական, բայց Վարդան Մամիկոնյանի արյունը հենց այդ քարի վրա է թափել։ Հիմա արդեն կադրերում երևում է Ալափարս տանող գեղեցիկ ճանապարհը։ Զանգեմ մեր մեծ աղբորը, պարոն Մկրտչյան Նորիկին եւ նա հաստատ կպատմի, կամ էլ չի պատմի, կասի։ Կասի դա եւս մեկ հորինվածք է։ Ֆեղաթյուրանք է, բայց ես կզանգեմ կապ չունի։ Արզական Կարենիս
Եվ իհարկե Ալլա Փարս։ Տեսեք այնտեղ ցուցանակը ասում է, որ աջ գնաս Ալլա Փարս ես գնալու։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք։ Բարև Սեփանջան, բարև։ Ձեր տեղադիրքը հարմար է, որ մի քիչ հարցեր տամ։ Ես հիմա մեքենայով եմ, տենել են դեզելից էլի։ Հա, ահա։ Պետք կանգնեմ, որ նոր հետ անգիստ խոսամ։ Դե ես հիմա հասել եմ Ալլա Փարս գյուղ Չարենցավանի։ Այստեղ եկեղեցի կա, որի մեջ քար կա ու քարի վրա Վարդան Մամիկոնյանի արյուն է։ Ինչքանով է համապատասխանում իրականությանը այս իմ ասած տեղեկությունը։ Հիշում ես, որ Սիսիանում էլի։ Հիշում եմ դրա համար հիշելով զանգել եմ, որ որպես Վարդան Մամիկոնյանը, որպես համայն հայության սենց հերոսացած երկար, չէ։ Հա։ Ամեն տեղաբրող հայերը ուզում են իրանք, որ միած Վարդան ունենան էլի իրանց մոտիկ, չէ։ Դե դա լավ է, շատ լավ է, որ ուզում են ունենան։ Ոնց որ օրինակ դու գիտես, որ մեր Գլաձորի արևմտյան եզրին էլ ժամանակին Վարդանի անունով բերդ ա եղել։ Ոնց։ Ավերակները կան, բայց Հա, այդ Վարդանի բերդից շատ չնչին բան է մնացել, որովհետև առանձնատներ կառուցելու ժամանակ մարդիկ այդ ծրված, թափված, քանդված քարերը տարել են տուն են սարքել, հա։ Տուն են սարքել, Վարդանի զորությամբ են օծվել։ Ընդհուպ մինչև ասենք Գլաձորում, Սիսիանում, հիմա Ալլա Փարսում, չգիտեմ, մեկը ասում է Իրանում, օրինակ Իրանում, Պարսկաստանում, մի տեղ կա, որտեղ Վարդանի ամրոց, չէ՞, ասենց։ Հա։ Բայց հիմա դրանից հետք չի մնացել, էլի։ Հա։ Ամեն տեղ ասենց այս սրբագործված անուններով մի հիշատակություն կա, էլի։ Ես այդ Ալլա Փարսի հետ կապված ճիշտ ասած չեմ կարող ինչ-որ ավելի ստույգ ինֆորմացիա տամ, որովհետև ծանոթ չի ինձ։ Հա։ Ենակ քեզնից եմ առաջի անգամ լսում, որ ընդդեմ չէ, կա ու հենց հիմա գնում ենք նկարելու ենք, դե լավ է։ Ուրեմն իմացեք այդ մասին։ Տեղացիներն են քեզ ինֆորմացիա տալու։ Հա, տեղացի մի անուշ ախպեր ունեմ, անունը Արտյոմ։ Ասած անպայման կգաք կնկարեք, հիմա գնում եմ նկարահանեմ։ Հա։ Նյութը ես էլ կնայեմ, ինձ էլ հետաքրքիր է։ Շատ բարի այդ դեպքում։ Լավ։ Ընկերներ, մեր պարոն Մկրտչյանը ես գիտեի մոտավորապես ինչ է պատասխանելու, որովհետև մեկ անգամ այդ հարցով իրար հետ զրուցել էինք։ Այնպես որ սպասելի էր, որ նա կասի հնարավոր է տեղաբնակների, տեղացիների մտածածը լինի, որ այդպես է, որովհետև մենք ուզում ենք ենթագիտակցական մակարդակում ուզում ենք ունենալ գոնե մի կտոր պատմությունից։ Հիմա մենք հասել ենք արդեն Ալլա Փարս գյուղ, Ալլա Փարսն է կադրերում, տեսեք գեղեցիկ վահանակ, որի վրա գրած է Ալլա Փարս, դարբինները ահագին վիզ են դրել, հալալա։ Հիմա մտնում ենք Ալլա Փարս գյուղ, որտեղ կգնանք ու տեղացիներից կհասկանանք, թե կոնկրետ որ եկեղեցում է Վարդան Զորավարի արյունով քարը։ Օպա, Արտյոմի համարը գտնել իմ համար ահագին խնդիր է, որովհետև WhatsApp-ով վերջի անգամ ես իմ երբ ենք գրվել, բայց ոչինչ։ Հիմա Արտյոմը ստան մոտով կանցնենք, կտենա կարոտը կառնի, կոմենտում էլ կգրի, այ ախպերեն չի չզանգիր, ես էլ ասի մեջ չեմ կարող զանգեմ, որովհետև շատ հեռու գնացած կլի, մեր 2 ժամ մենակ կոնտակտ ենք ման գալու, դրա համար եկեք ընկերներ, այս անգամ Արտյոմին նեղություն չտանք ու փորձենք գտնել մեր ուզած եկեղեցին։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Net հարց տամ էլի, բանը, որ եկեղեցում է ձեր գյուղում, որ Վարդան Մամիկոնյանի արունոտ քարն է։ Անուն ի՞նչ է եկեղեցու, Ալլա Փարսի եկեղեցին, թե Սուրբ Մարիամ Աստվածածինը։ Ալլա Փարսի եկեղեցին է, չէ։ Հա։ Բացալն բայց։ Պետք է որ բացեմ, այսինքն չգիտեմ բացտոնի թե չէ։ Դե, շնորհակալ եմ։ Այն կողմով գնամ ավելի մոտիկա։ Դե լավ ստից կիշտեմ կերել եմ էլի, ես ստից էլ ճամփակա։ Հա, շնորհակալ եմ։ Լավ։ Շատ բարի պատասխաններ ստացանք։ Ալլա Փարս եկեղեցին գնում Վարդան։ Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան, Աստծո լույսը թող անպակաս լինի։ Ալլա Փարս գյուղն է մեր էկրաններին, որտեղ լիքը բարի մարդիկ են ապրում, հզոր մարդիկ և պատմությունից տեղյակ մարդիկ։ Բա, մարդ կար երևի Ալլա Փարս չգիտեր, որ Ալլա Փարս գյուղ կա, բայց մենք հիմա Ալլա Փարս գյուղում ենք։ Ուրալիս ու հետանցիր
բարդ ու դժվար ճանապարհ Ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Էրզերումց ու արյուն է մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը Ահա, ձախ են գնում ասֆալտապատ ճանապարհ է այստեղ ջրափոսիկներով գեղեցիկ կառուցված տներով, պատերով գնում ենք դեպի Ալափարսի եկեղեցի վերևում երևում է գործարան ով գիտի ինչի գործարան է ասեք մենք էլ իմանանք գործարանի նշանակությունը տեսեք հետաքրքիր գործարան է մեծ բավականին չափերով հա նա Եվ գործարանին կից նաև կար ինձ վերաբերվող մի բան, իմ քիթը, հանկարծ չմտածեք քիթս մտցրեցի գործարանի գործերի մեջ, որովհետև Վարդանը հենց տես նկարեց, ինչ անեմ։ Տեսեք ինչ գեղեցիկ պատը, հələ պատի գեղեցկությունը, ինչ սիրուն գույներ է ստացել։ Գեղեցկագույն գույներ բնապատկեր հենց Ալափարսի մեջ։ Ուղիղ ենք անցնում ընկերներ Գնում ենք, ուղիղիշնենք, հասնենք Ալափարսի եկեղեցի Արենցին ձոնեց երգա գյուղը հիշելով Քարսունախտյուր գետակի ափին մանգալով Արենցին ձոնեց երգա գյուղը հիշելով Ուլալիս ու հետանցիր բարդ ու դժվար ճանապարհ Ուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Էրզերումց ու արյուն է մեր երակներում հոսում Պապիս պատմած երգիրը Ահա, հասանք Ալափարսի եկեղեցի Տեսեք ինչ ժամ է, մեր մոտի ժամերի նման է, բայց ոնց որ փակ է դուռը Հետից է, այս կողմից էլ դուռ կա Վարդան ինչ է, դու բարեկամս Ընկերներ փաստորեն պարզվեց, որ հենց ես սկզբից ճիշտ եմ ասել, սա Վարդան Զորավարի անվան սուրբ եկեղեցին է։ Տեսեք, այստեղ կա QR կոդ եւ ինչը ինձ դուր եկավ շատ, որ այստեղ մտածել են նաեւ կույրերի մասին, ովքեր կարող են կարդալ, այո։ Հիմա մենք գտնվում ենք 10 դար ապրած եկեղեցու դիմաց։ Ուշադրություն Սուրբ Վարդան Զորավարի եկեղեցի հիմնադրվել է Գրիգոր Իշխանը, հիմնադրել է Գրիգոր Իշխանը 901 թվականին 11 դար ընկերներ եւ հիմա ներս մտնելով փորձենք հասկանալ թե ինչքանով է իրական այս տեղեկատվությունը Ագալ գյուղս կոչեցի Հայրենի գյուղ ծոցիտ հայ զավակներ Մեզ հիմա պետք է որ գտնենք այն քարը, որի վրա թափվել է Վարդան Մամիկոնյանի արյունը։ Այս գեղեցիկ տարբերվող ատմոսֆերա է այստեղ։ Ուշադրություն դարձնենք, որ սյուները փայտից են, ինչպես նաև տանիքը։ Արենցին է գողքად երկու Ոտերոսմս ես ինչի գերաններ կլինի, ով գիտի ինչի գերաններ են սրանք։ Քարն ենք որոնում մենք, դեռ որ մի հոգի լիներ ու մեզ ասեր, որ քար ունենք այստեղ, քարը որտեղ է։ Կողա ես քարն է հենց Վարդան։ Հա? Հա, ես ինչ է գրած 1977 թվականի հունիսի 15-ին Ֆահրադ Բաբախանյանը եւ Երանոս Պողոսյանը գնացին Իջևանի շրջան ներքին Աղդան գյուղում հանդիպեցին Վարդան Մամիկոնյանի ձեռքով տնկված ծառին, որի տրամագիծը 7 մետր է։ Վարդան Մամիկոնյանը այդ ծառը տնկել է 9-ից 10-րդ դարերում, նա որոշ ժամանակ, ինչ 4-ից 5-րդ, 4-ից 5-րդ դարերում նա որոշ ժամանակ ապրել է այդ գյուղում, որից հետո ինչ-որ պատճառներով տեղափոխվել է Ավարայրի դաշտ։ Պարսիկների դեմ հերոսական մարտեր մղելու ժամանակ զոհվել է Տղմուտ գետի ափին։ Նրա տնկած ծառի մոտ 4 ծառ են տնկել Մարշալ Բաղրամյանը եւ Նվեր
Սաֆարյանը, Վարդան Մամիկոնյանի տնկած ծառի բնից մի կտոր վերցրել են Ֆահրադը եւ Երանոսը բերել իրենց գյուղ Ալափարս, որտեղ գտնվում է Սուրբ Վարդան եկեղեցին։ Ծառի այդ կտորի վրա Եղիշ Բաբախանյանը քանդակել է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը եւ նվիրել Սուրբ Վարդան եկեղեցուն։ Հայ երիտասարդներ, հիշեք հայ զորավարներին։ Շնորհակալ ենք այս A4-ի վրա կարևոր ինֆորմացիա գրողին։ Փաստորեն հիմա մենք դիպչում ենք Վարդան Մամիկոնյանի տնկած ծառին։ Վարդան Մամիկոնյանի հետ մենք կոնկրետ կապի մեջ ենք այս պահին։ Հուսով եմ այստեղ մուտքը չի արգելվում, որովհետև ոչ ոք չկա, որ մեզ ասի ինչ կարող ենք անել, ինչ չենք կարող անել, դրա համար մենք մեզ համեստ ենք պահում։ Սա ենթադրում եմ հենց առաջին դուռն է այս եկեղեցու կամ առաջինը չէ, փոխված դուռն է, ուղղակի այնքան գեղեցիկ եւ իմաստավոր է եղել, որ պահել եմ, պահպանել եմ։ Մենք չգտանք այն քարը, որի վրա թափվել էր Վարդան Մամիկոնյանի մեծան զորավարի արյունը, բայց գտանք նրա տնկած ծառից մի կտոր, որի վրա քանդակվել էր նրա դիմանկարը։ Փորձենք գտնել քարը։ Այս դուռն է եղել, որ ընդ հələ չեն սարքել, վերանորոգեն կդնեն։ Սա հոգևորականների մնալու տեղն է եղել, իսկ հիմա ուղղակի ազատ սենյակ խորանիկից ամեն ինչ տեսանք, բացի քարը։ Խորանը փակ է, չենք կարող տեսնել։ Որտեղ կարող է այս խաչքարն է։ Ամեն դեպքում ինչի վրա որ կասկածենք, կարող ենք նկարել, հետո մեր հետևորդները անպայման կփաստեն։ Հա՞։ Կարող է կգնանք ընդ հեսա։ Մեր պապերը օջախ հիմնեցին, մեծ արագյալ գյուղս կոչեցին, մեր պապերը օջախ հիմնեցին, մեծ արագյալ գյուղս կոչեցին, հայրենի գյուղ։ Ընկերներ, քանի որ տարածքում մարդ չգտանք, որ մեզ կարող էր ցույց տալ այն քարը, որի վրա թափվել է Վարդան Մամիկոնյանի արյունը, երևի թե հենց այդպես էր Աստծո կամքը, ոչինչ, հաջորդ անգամ էլի կգանք, բայց կարևորը քարը չգտանք, արյունոտ քարը չտեսանք, բայց տեսանք նրա Վարդան Մամիկոնյանի տնկած ծառից մի կտոր, որի վրա հենց քանդակված էր իր դեմքը։ Գնանք կադրերում մենավոր ընկուզենին է, մռայլ եղանակը, անձրև եւ իհարկե լավ էմոցիաներ։ Մենք ես ու Վարդանը երևի թե առաջին անգամ հասանք ու դիպչեցինք այն մասունքին, որը հենց Վարդան Մամիկոնյանի հետ ամիջական կապ ուներ։ Ընկերներ, ի զարմանես բոլորից մենք էլի հայտնաբերեցինք եկեղեցի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Բայց ասես Սուրբ Հովհաննեսում լինի այդ քարը։ Դե արի գնանք տեսնենք ով ունենք այստեղ, որ հասկանանք։ Հիմա այս շատ արագ QR կոդա գողություն կանեմ։ Վերակառուցվեց 1997 թվականին, վերակառուցվել է։ Գտնում ենք չեմ կարող որ չկարդալ, բայց արի Ոնտես որմնանկարներ են արկա պատերին Տաբած Շատ է տեսել ժողովուրդս ավերուլա խաչքար էր պատի մեջ
Հետաքրքիր պատմական օբյեկտներով հարուստ բնակատեղի է Ալափարսը։ Այստեղ հաստատ չես ձանձրանա։ Ինչ հետաքրքիր սև գույն են, չէ՞ ստացել։ Ինչի՞ց է տենաս։ Բազալտ, հա։ Ես շերտը ծանից է։ Մոմերից։ Նա բազալտը կարա բացացա։ Ինքերներ, այստեղ էլ է որմնագերություն նկատվում։ Որը ես չեմ նկատում։ Որ, հենա, տես իր։ Սուրբ Հովհաննեսն է։ Նախորից հարցեր Հա։ Նախորից հարցեր թե ասի։ Հա։ Ախպեր 1000 բարին։ Ստե էս եկեղեցում է, որ Վարդան Մամիկոնյանի արյունը քարի վրա, որ քար երևում է, կա քարը։ Բայց ցույց կտաս, մանեկանք չգտանք։ Եկան խոդը հանգցնեմ մտանք։ Վերջապես անձրևից չվախեցող մարդ գտանք։ Վարդանն ինքն է, ես Ստեփանն եմ։ Ճանաչում ես։ Որ բանը ծնունդներին Հա, լրիվ։ Ես եմ։ Հիմա եկել ենք Արտեմ ճանաչում ես, չէ՞ ձեր յուղացի։ Արտեմը ասաց, որ ստեղ տենց բան ունենք։ Հիմա եկել ենք որ գտնենք, չգտանք, մտանք մանեկանք, չգտանք։ Մնաց հարցականն էս մոտ էս պահը։ Այսինքն, լուսավորություն էլ ունենք։ Այս կրիշը հին դետալները մնացել է, սաղ այս գերանները հին են։ Գտան մեր պապերը օջախ հիմնեցին մեծ արագյալ գյուղս Ստեղից են գողացե։ Բա որ հիմա էլ կան գողանան գողերը։ Բայց բանը, այս քարի մասին ով է ասել, որ իր արյունը թափել է այս քարի վրա։ 451 թվականի։ Հա։ Հա, այն կարդացինք, այն իմացանք, բայց քարը ով է ասել էլի, ով է բերել յուղ քարը։ Ալափարս ով է բերել։ երևի Երանուս Պողոսյանը, հետո Հարատ Բաբախանյան։ Այսինքն, այս քարը մոտավորապես ինչքան ժամանակ է այստեղ։ Եկեղեցին հենց քարի, հա։ Ես արդեն 50 տարեկան եմ ու իր ծնվելը ես քարը տեսել եմ։ Չհետաքրքիր քար է, ոնց որ բաժակ լինի, զգում ես հատ։ Բաժակի նման։ Բայց այս ինչ քար է, այս շատ են կապել դրա համար, ասես մի տեսակ։ Հա։ Այն է, այնպես հետաքրքրասերներս էս վերցեն նայել են, էլի։ Տեսեք, ըստ լեգենդի, այս քարի վրա թափել է Վարդան Մամիկոնյանի արյունը։ Այնքան սիրուն է դրած, սկի չենք էլ հասկացել, որ այս քարը։ Ես մտածում եմ մեծ քար կլինի։ Ես ոնց որ ինչ-որ տառ։ Ապես բարեկամ, սենա լավ է, դաշնես դեմ դրած եղը չենք տեսել։ Ես մտածում եմ, ես մեծ քար, շատ մարդ է գալի, որ այսքան մոն վառելու բաներ կա։ Սենբերի վերջի շաբաթ կիրակին ասակցել դեր էլի։ Հա։ Հոկտեմբերի վերջին շաբաթ կիրակին, հոկտեմբեր ամսին։ Մենք որ եկանք այդ ամիսներն էր, առաջինը որ եկանք։ Հա։ Վարդան մոտ դա, իմը նծախի մեջ։ Դե մոտ արետ հա, արետ։ Բա ես մի եկեղեցին երբ ես։ Հա, Սուրբ Հովհաննես։ Էսի 901 թիվ է, էսի 7-րդ։ Բայց ինչ են իրար կողք սարքե։ Մի հատ էլ հեն է։ Հենց մայրամաստ։ Էնի նոր են սարքե թե կար։ Չէ, էդ էլ է 5 գմբետն է։ Բայց ի՞նչն է պատճառել է, որ ձեր յուղում սենց իրար մոտիկ սարքեն են եկեղեցին։ Մի հատ ֆերեկուր անենք, եթե։ Հալիկ եղբայր, դե հաջողություն, շնորհակալ ենք, որ մեզ լավ ինֆորմացիա տվեցիր, լավ մնա։ Հալիկ եղբայրը եկավ եւ տեսավ անծանոթներ են ման գալի, եկավ ասաց տենամ ով են, մեկ էլ տեսավ, ճանաչեց, շատ հետաքրքիր ու գեղեցիկ հանդիպում էր Ալափարսում։ Հիմա մենք գնում ենք Չարենցավան։
Չարենցավան գնանք, դեռ ունենք 3 ժամ ժամանակ։ Ինձ թվում է մի ժամը մենք միտեղ կնստենք մի բան կճաշակենք Չարենցավանում, իսկ մնացած 2 ժամը չգիտեմ էլ ինչ ենք անելու, Վարդան ինչ ենք անելու։ Մի հետաքրքիր բան կգտնենք կնկարենք, կա գնանք երկաթի գործան տնենք, կթողեն մտնենք նկարենք, չէ՞։ Մենք հենց նոր իմացանք ալիքից, որ վերևի գործարանը դա երկաթի մշակման գործարան է եւ այնտեղ արտադրում են արմատուրաներ, որպեսզի շենացնեն Հայաստանը։ Եվ ինչն է կարևոր, որ սովետի փլուզումից հետո մի շատ պատասխանատու մարդ տեր է կանգնել գործարանին, չի թալանել, չի ծախել մեջի եղած ստանոկները ու այս պահին էլ շարունակում է աշխատել եւ լիքը մարդիկ ունեն աշխատանք այդ մի մարդու շնորհիվ, ով գնահատել է այնինչ ունենք ու պահպանել է մինչ մեր օրեր։ Իհարկե հպարտանալու թեմա է։ Մենք մեզ մենակ լավ ենք զգում նման մարդկանց մասին լսելուց, որովհետև այս նման մարդիկ են շենացնում հայրենիքը, հայրենիքի տնտեսությունը։ Դե ինչ ընկերներ, մենք դուրս են գալիս Սալափարսից այս գեղեցիկ պատի կողքով։ Գեղեցիկ պատից մի կտոր մենակ Վարդանը ցույց տվեց, որովհետև ես ուշ ասեցի։ Գնանք հասնենք Չարենցավան, տեսնենք ինչ կարող ենք այնտեղ նկարել։ Պապիս պատմած երկիրը մեզ է Ուրբաթը շաբաթից չէ, շաբաթը Ուրբաթից շուտ եկավ եւ մենք մի քիչ մեր ծրագրածից ավելի շուտ հասանք Չարենցավան։ Մտնում ենք Չարենցավան այս պահին եւ գնանք, տեսնենք ինչ հետաքրքիր ինֆորմացիա կարող ենք հավաքել ու նկարել, որ հետաքրքիր լինի տեսանյութը այս մռայլորով։ Մռայլ, բայց միևնույն ժամանակ մեր մեջ շողում է արևը։ Գնանք շողացնենք։ Գեղեցիկ Եղևնիաշարն է Չարենցավանի։ Ոչ մեկ ավել չհամարի, եւս մեկ անգամ նայի։ Նայեք, վայելեք այս գեղեցիկ տեսարանը չարենցական ոգով։ Հիմա Վարդան, ուր գնանք, ում ինչ հարցնենք, որ մեզ հետաքրքիր տեղ ասեն, գնանք սկսենք նկարահանել, պատմել մեր ընկերներին, թե ինչ կա Չարենցավանում։ Բացի այն ինչը, որ մենք գիտենք, արդեն ցույց ենք տվել, մեզ հիմա պետք է հետաքրքիր տեղ գնալ, որ Չարենցավանը բացահայտենք գոնե մի քիչ։ Համաձայն ես։ Կոֆե ապարատից բարիշից։ Բարիշել եմ, բայց անցած անգամ լրիվ մեր հարցերը լուծել ենք կոֆե սարքի հետ։ Կոֆեատվիչ սարքի հետ լրիվ հարցերը տեղը գցած է, գծած է եւ պատրաստ։ Հասկանանք այստեղից ուր կարող ենք գնալ։ Ես մտածում եմ, որ կարող ենք գնալ օրինակ իշտենք են ներքևի շենքերի մոտ, չէ՞։ Այստեղից ձախ ենք անցել, դե օրինակ չեմ մտել, այսպես ձախ չեմ գնաց այստեղից Վարդան, ինչ կարծիք ես։ Չես գնացել էլ որտե՞ղ։ Գնացինք, այսպես գնում ենք Չարենցավանի մի փողոցով, որ առաջի անգամ ենք գնում։ Ճանաչում ենք Չարենցավանը։ Տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կա Չարենցավանում, որ բացահայտենք ինքներս մեզ համար, հետո ձեր համար։ Եկանք։ Այստեղից գնացինք։ Գնում ենք։ Ընկերներ, ինձ համար միշտ էլ հետաքրքիր է նոր տեղեր գնալը։ Անգամ մեկ փողոցը կարող է լավ էմոցիա տալ։ Դրա համար բաց չենք թողում ոչ մի փողոց, մի մուտք, ոչ մի բացատ։ Բացատրեմ ինչի, որովհետև կյանքում պետք է միշտ հետաքրքրասեր մնաս, ինչպես որ փոքր ժամանակ էինք, հիշում եք, երբ որ նոր ես կյանք մտնում, ամեն ինչը հետաքրքիր է եւ հարցեր առաջացնող։ Նույն էլ կյանքը պետք է փորձես այնպես ապրել, որ ամեն օր գոնե մի նոր բան տեսնես, իմանաս, զգաս։ Էս ինչ է, օրինակ, էս ինչ շենք է։ Փորձենք գնալ շենքի հետքերով, ընկերներ։ Տեսնենք, եթե փակ հաստատություն չէ, գնանք մտնենք սկսենք նկարել։ Ինչա որ տնաս։ Շարժ նկատում եմ, ինչ որ մարդիկ կան, ընդ է։ Ինչ շենք է որ։ Չգիտեմ ինչ շենք է, բայց ինձ գրավում է այս շենքի ճարտարապետական խզարանքը սովետական կարգերից մնացած, դրոշը կա, կարի արտադրամաս,
կարի արտադրում, կա աշխատումը կարի արտադրամասը։ Հələ մտ կողքով պտույտներ անենք, հա, համաձայն ես Վարդան։ Մենք ուսումնասիրում ենք Չարենցավանը, հիշեցնեմ ձեզ, որ մենք հիմա Չարենցավանի կարի արտադրամասի մոտ ենք։ Ապա տեսնենք դուրսը մարդ կա, հարցփորձ անենք, տենանք մենք այդքան կանք, որ կարանք մտնենք ներս։ Ներսում մարդիկ կան ու շատ լավ է ամեն ինչ, ամեն բան։ Արագիլները պատին բրոնզից սարքած, նայի Վարդան, տես բրոնզե արագիլ տեսել էր այսքան վաղ։ Եթե չէ, ուրեմն նայի, ես մի մեքենա խանգարեցի, ներողություն խնդրեմ։ Շնորհակալ եմ բարեկամս, ներող կլնես, որ քեզ մի փոքր ինչ ավտոս քաշեցի քո մեքենայի դիմաց։ Ուսումնասիրում ենք Չարենցավանը։ Չարենցավանի իմ շատ սիրելի ու հարգված հետևորդներ, հարգանքներս ընդ ձեզ, լավ լինեք եւ առողջ։ Իսկ մենք շրջում ենք ձեր փողոցներով, նկարում ենք աչ ու ձախ, տեսնենք ինչ կա չկա։ Մի հետաքրքիր օբյեկտի մոտ ես հաստատ կկանգնեմ, ուղղակի պետք է գտնել այդ օբյեկտը։ Որը հետևից խամեր է գալիս, սպիտակ ջերմակ խամեր, որը միայն կա Չարենցավանում։ Գիտեք, սովորաբար մարդիկ գնում են քաղաքի կենտրոններն են նկարում, իսկ ես սիրում եմ նկարել այն տեղերը, որտեղ որ չեն գնում նկարեն ուրիշները։ Ես եմ նկարում Վարդանի հետ, sense մեր հավեսով։ Գեղեցիկ Չարենցավան։ Չարենցավանի շուրջն ենք մենք հիմա պատտվում։ Ինչ հետաքրքիր տուֆակառույց շենք, հա։ Շատ հետաքրքիր է օրինակ, լավ չի։ Օ, ընկերներ, մենք դեռ Չարենցավանում ենք պտույտներ գործում։ Այդտես մենք պտտվող ենք, ընկերներ, պտտվում ենք ու նկարում ենք, պտտանկար ենք մենք։ Մեծ սիրով ենք անում այս ամենը, ճանաչում ենք մեր Հայաստանի քաղաքները։ Արի գնանք, լավ կեֆ անենք, սենց ուղիղ եմ էթում Վարդան։ Անկարդ չասես ընչի, դուս գնացիր, ուղիղ գնացիր։ Ուղիղ եմ գնում, տես դե ոսկե ձկնիկ կա։ Ոսկե ձկնիկը իրական է Չարենցավանում։ Տես հետաքրքիր բան գտանք վերջի վերջո, ոսկե ձկնիկը Չարենցավանցի։ Դպրոց է երևի։ Դպրոցական շենքի նման է շատ։ Դիմացից էլ ավելի գեղեցիկ ժամանակակից շենք, հələ սիրուն սիմետրիկ լուսամուտներով չէ, հետաքրքիր, հա։ Բժշկական կենտրոնին հասանք Չարենցավան։ Չէ, Վարդան, ես ուզում եմ ձախ իջնել, այն որ արժ գնացինք, էտել ենք նույն տեղի, ինչ տարբերություն։ Հիմա տեսեք կիսամշակված եռանկյունի, որտեղ արծիվը թևերը բաց նայում է մեզ, կարծես մի որսի, որ ցանկացած պահի կարող է գալ ու խլել քեզ, ճանկել։ Հիմա ես մի քիչ իմ դանդաղ քշելով Չարենցավանում խցանումների պատճառ կարող է դառնամ, բայց դա արվում է մեկ նպատակով, որ բոլորս տեսնենք ու ճանաչենք Չարենցավանը։ Ինչ սիրուն Սարա Չարենցավանում բլուր տպավորություններն այնպիսին են, որ կարծես թե շատ հարազատ տեղ լինեմ հիմա, չգիտեմ ինչն է ինձ հարազատություններ շնչում, բայց ես դա զգում եմ։ Շենքի կրիշ ինչ հետաքրքիր են արել, դե երևում է, որ եռանկյունի է։ Տեսեք ընկերներ Չարենցավանում հսկա մեծ շենքի կտուրը եռանկյունի։ Հետաքրքիր հեքիաթի աշխարհի շենքերից էր։
Հեթիաթային շենքի բնակիչներ, եթե տեսակ ձեր շենքը, մի հատ լայքը անպայման մեկնաբանություններ մել գրեք, ճիշտ եմ ասում, թե չէ հեթիաթայինի պահը։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղն ու հացը Ուրա, գաստրոնոմը ինչ ա եղել, սովետի ժամանակ գաստրոնոմ ինչ ա նշանակում բաբժե։ Մեկը վազանցի պահ չկար, լավ։ Վարդան, ինչ ես կարծում։ Գնանք մի կտոր, միտեղ մի բան գտնենք ուտենք Չարենցավանում։ Տեսնենք, որը մեզ հոգի հարազատ կլինի, գնանք ու սնունդի հարցը լուծենք մենք միասին։ Սա արդեն լրիվ նոր ճանապարհն է Չարենցավանի, բարեկարգ, գեղեցիկ եւ լուսավոր առավոտ։ Ձախից շենքերն են մեկը մյուսի կողքին, հաստորեն բավականին մեծ քաղաք է Չարենցավանը, համեմատած մեր Եղեգնաձորի հաստատ շատ մեծ է, որովհետև դու տես ինչքան շենքեր կա։ Հիանալի է, մեծ քաղաք Չարենցավան։ Մի պտույտ Չարենցավանում այսօր գնանք հիմա ընկերներ արդեն 4:30 է, գնանք մի տեղ գտնենք ընդմիջում անելու համար։ Եվ հիմա այստեղ արդեն քանի մոտենում ենք Չարենցավանի կենտրոնին, այնքան ամեն ինչը գեղեցկանում է, թե բնությունը, թե ճարտարապետությունը։ Կարծես ասի, արի գրկեմ, հյուր, արի գրկեմ քեզ դու նոր ես եկել Չարենցավան։ Նկարիր դու Վարդան գեղեցկությունը Չարենցավանի։ Հանգստություն է, շատ հրաշալի հանգստություն։ Միացնում ենք ձախակողմյան թարթիչը և ճղում ենք կալցևոյի կարծրատիպերը։ Անցի բարեկամս, անցի մենք նկարահանում ենք, մենք նկարիչներ ենք, այս ֆանտանը ես կուզենայի, որ հատուկ մի գեղեցիկ ձևի նկարես Վարդան, շատ հետաքրքիր շատրվան է սարքել։ Ես մի բան նկատեցի, որ պետք է ասեմ, այստեղ մեր հերոսների նկարներից կար հիմա գրված է մաքուր պահեք մեր քաղաքը։ Այդ ոնց հասկանանք, որ ինչի չկա մեր հերոսի նկարը, որ նկարել ենք մենք շուտ։ Հա, Վարդան, դու կարող իմանաս։ Մտնենք կենտրոնական փողոց, Եղևնապատ ու փորձենք գտնել մի կտոր հաց կիսելու տեղ։ Չախ Սեմ Վարդանը GoPro-ն ու սիրուն պատկերներ։ Տեսեք ինչ հաց է տոնածառը, տոնածառը հացությունը նկարի էլի։ Տեսիշ գեղեցիկ հացացել է Եղևնին։ Ինձ համար Եղևնին եղել է ու կա կլինի տոնածառ։ Տոնածառ է մեզ ասում Եղևններին։ Եվ իհարկե չենք մոռանում ով է սրան։ Բայց այս ինչ գեղեցիկ է գերեք։ Բան է էլի, ինչ է սրան։ Կաշտան, շիշկա, կոն։ Արի գնանք։ Բան է, ուրեմն Վարդան կուտես օրինակ ճաշ։ Ինչ ճաշ։ Սալյանկա եմ ուզում ախպեր։ Սալյանկա ունեք։ Սալյանկա չունեն։ Սալյանկա չկա բենզին։ Սպաս ունենք, հավովապուր ունենք, հարիսա ունենք, մինիստրոնի սուպ ունենք։ Մինեստրոնի։ Ես եմ բանջարեղենն է սա։ Տաղայի չենի։ Տաղան պտի միս ուտի։ Սպաս ուտենք ախպեր։ Բայց դու սպասկեր, դու սպասկեր, ես էլ կուտեմ։ Ինչ? Բորշ։ Լոբով ճաշ չկա։ Ուրեմն բանը, բորշ ես ուտի։ Հարճը ուտես։ Հարճն լավ եք սարքում, ես հավեսակ կտրություն ունի։ Գովում են, գովաբաներ լավ։ Բանի վրացականի նման շատ կտրուլ չի, բայց Չէ, լավ, չենք ուզում հարճով, այգին չենք անում, ուրեմն այո։ Ես իմ սպասա, դու չգիտեմ։ սպաս, բորշ, ունեք աջարական հաչապուրյա։ Աջարական, էմիրետական լամաջոներ ունենք, փորձեք էլի լամ։ Բան ենք ուզում, լամաջով մի հատ, ախետքան շատ չենք կարող։ Պաստաները, ես առաջարկում եմ, լավ։ Հա, լավ բաներ եք դուք մեզ առաջարկում, շնորհակալ, այ սրանից եմ ուզում մի հատ էլ։ Այո։ Վարդան կուտես սրանից։ Աջարական։ Աջարականը լավ է։
Աջարական Երկու հատ աջարակ, հա, վասի մեջ է։ Հա? Չէ, այդ բան չգիտի ինչ է։ Երկու հատ աջարակ։ Աջարական բորշ սպաս։ Այո։ Հաց բերում եմ կարիքա հացի։ Հա։ 2 կտոր ամեն մեկիս։ Լավ, 4 կտորի 4 կտոր։ Ամենաակտիվ փողոցը էսա չէ Չարենցավանի։ Ես զգացել եմ։ Նո նկարենք բերիք է, ընել բերիք, հենց այդ բային բերիք։ Ես ընտրել եմ բորշ, Վարդան ես ընտրել եմ բորշ, Վարդան ընտրել է սպաս։ Որտեղ ինքը սպասել սիրում է, բայց ես չէ։ Շարեք ինչե վերջացնեք աջարակը։ Ուժեղ, արդեն իրա հոտը ամեն ինչ ասում է։ Արդեն ինքը ասում է, ես քո բորշն եմ, արի ինձ կեչ։ Հիմա մենք ցույց ենք տալիս ձեզ նկարելու աջարականները երկու ձևով, շատ գեղեցիկ, քիչ հետո ցույց կտնամ ուտելու ճիշտ ձևը։ Բորշը ճիշտ ուտեմ, հետո էնի։ Շնորհակալ եմ շատ։ Համով է։ Համով է, տանձի սոկն էլ է համով։ Սա էլ համով է։ Գեղեցիկ ու հանգիստ Ճամփա ելանք դեպի անմահ երջանկություն Խաղաղության մեջ ենք միշտ գրավում մեր արժանապատվություն Ուրեմն բացիր սիրտդ լայն Թող արագ անցնեն տխուր օրերը Իմացիր մենք քեզ հետ ենք կայուն ու լի Շարունակիր դառնալ այն որ լինես դիպված Առաջարկում եմ շատ լավ հաց կերանք, նորը ուտում եմ, Վարդան մինչև վերջ չի կեր, որտեղ Վարդանի թափերը տենց է, ես լրիվ կերել եմ, հիմա հելում ենք դուս, գոշ շնորհակալ, iPhone-եր ես տե աննը, iPhone, դա, սրճեպ մեքենայի մոտ, ում հետ ես հարց ու պատասխան եմ ունեցել ու հաղթող եմ դուս եկել, հիմա մենք կհոգանք այն բանի մասին, որ դիմապակին բացվի և ցույց տա ուր են գնում։ Իսկ մենք գնում ենք Սաֆարի սուպերմարկետի մոտ, մի գտալ սուրճ վերցնենք, հետո տորթը ու գնանք գենաց ռեստորան։ Չարենցավանը ես արդեն 2 մատից պես գիտեմ, մնաց 3 մատը։ Հեսա քաշինք մեր կոֆիի մոտ, ես մեր Տորթը գնանք վերան։ հա Կոֆե խմեք էտա։ Դեմ կոֆի վերցին, հեսան բացում չտա։ Չես սառում, ապեր, նոր քայլում է, քայլողից պես։ Ես տելիս եմ որտեղից բայց կոպեկ անեմ։ Աս իշես։ Սիթից։ Դա վերջացրու գիտեմ նեղացած ես, բայց դու էլ նեղավոր դու, բան է արել, սկսես։ Շնորհակալություն։ Ընկերներ, որոշեցինք Չարենցավանում մի քիչ էլ պտտվել, քանի որ ժամանակ կար եւ գտանք այս լիճը։ Սա չգիտեմ որ ճանապարհն է, բայց որ լիճ է հաստատ։ Եվ մենք հիմա լճի մեջով հաղթահարում ենք լճի։ Օպե կողոս դե ուժեղ փոսելին գնենք մեջը։ Հա Վարդան։ Հա։ Ընկերներ, կողքից ալեկոծ վիճակը նկարել, ոնց է ալիք տալի։ Տարերի մեջով եկած մեր փորձնա ասգսկով աբան Շատ հետաքրքիր գեղեցիկ տեղում ենք մենք հիմա եւ սա մնում է փորձառու փորձությունների ճանապարհ, հավատացեք, ինչքան վախենալու է այդքան էլ հաճելի, որովհետեւ մի բան է որ ասֆալտը ուղիղ է քո համար գիտես որ հաստատ մինչև վերջ գնալու ես, մի բան է որ լճեր են ու չգիտես մինչև վերջ կգնաս թե չէ, բայց մենք հաղթահարեցինք այս լատոկաշատ ջրափոսաշատ ճանապարհը, արջևում գետն է, որը առաջացել է անձրևից ու վրա է գալի
Տեսեք ինչ հետաքրքիր է Չարենցավանում։ Սա կարող եք դուք տեսնել Չարենցավանում։ Գաք ու այս փողոցին ծանոթանաք։ Հետաքրքիր փողոց։ Որը կարելի էր գեղեցիկ բաներ մտածել անել էս թփերի մեջ։ Սարքել էլի։ Ինչ որ ժամանցի տեղեր, որովհետև սա քաղաքի մեջ է, միևնույն ժամանակ կտրված է ու գեղեցիկ է, վայրի է, ինձ դուր եկավ այս հատվածը, հիմա շատ մարդ կարող ասի դրա ինչն է դուր գալու, բայց հավատացեք այս մենակությունը այստեղ հազար արժի, երբ որ այսպես հանգիստ երթևեկում ես ու մենակ դու ես, հանգստություն է մի ուրիշ ձևի, այստեղ անգամ քայլելը հաճելի կլինի, ահա եւս մեկ լիճ, որը նույնպես կհաղթահարենք, եւ ձախի վրա շինություն եմ նկատենք, չէ՞ այս շինությունը, հա, գեղեցիկ շինություն է, տեսեք կամարները, եռակամար գեղեցիկ շինություն, եւ ճանապարհը հենց այս շինության մոտից սկսում է բարեկարգվել, տեսեք, արդեն ճանապարհը լավ է։ Հաշիվ եկալ։ Ընկերներ, մենք Կոշիկս ռեկլամ անենք էլի, որ թազա կոշիկ եմ ան։ Ընկերներ հայ-հայաթե գնում էինք ու մոռացել էի կոշկել իմ կոշիկների վաղերը, քովը և այս բաները էլի, ընկերներ, մոռացել էի կոշկեի, պատկերացնում եք, բաներ էլի, արձակվել էր ինքն իրան, քայլել էի, ընթացքում արձակվել էր։ Բայց հիմա արդեն ամեն ինչ կարգին է, ես վերցնում եմ տորթը Հայկոյի և այս անակնկալը հիմնականում Հայկոյի կնոջ կողմից է, բայց մայրիկի կողմից էլ է, բայց մայրիկն էլ ունի անակնկալ, որովհետև Հայկոյի կինը շնորհակալ է իր սկեսուր մայրիկին նման լավ որդի իրեն որդեգրելու համար, չէ, տալու համար, լավ որդի տալու և նա ուրախ ու հպարտ է, որ հենց Հայկն է նրա ամուսինը, կինը, քնարիք չէ, քնարիքը, ապեր ասումը կայն էիք, աղբեր ստոպ տամ, իմ համար ստոպ մի տվեք, թո պարեն իմ անուշը աղբեր, թո պար գան, աղբերս, ասմա բրավո, բարև ձեզ, աղբեր ես ինչ մոմենտ է որ անակնկալ են պահերա, անակնկալ ենք մենք անում, հա, ձերը կարգավորությունը որ հա, մենք ենք, Բաջանախս է կանում անակնկալ աղբեր, Բաջանախդ որ լի մեր Հայկոն, իմ ընգերը, իմ ընգերն է, ամենոր, ուր այն այն հորեղ են ասր, այս այդող խետ, ամենոր նայում, անդ ինչ է, արա, ասա լայք են, կա արդեն տարացել է, Հայկին է կանում, հա, Հայկին, հա էլի, մեր սենց ուրախ կազմակերպությունն է, հետո կեթաս վիդեով քեզ էլ կտենաս, դու տելևիզորի մեջ ես, ես? Հա, ապեր հավատա ես օրը միշտ տելևիզորի մեջ եմ, դու հավատա ես անգամ տոշնի տելևիզորի մեջ ես ելելու, ընկեր հավատա տոշնի եմ տելևիզորի մեջ եմ, այժը ինտերնետներում եմ սենց, հարգանքներս, հենց էսի կապա, ներով կլես ծածերը սարդի չէ, հենց է կապա քեզ եմ չէ, որ ծախում է բարև քեզ եմ լավ, մի վարկեմ է տեսեմ այդ հումորից լավ ես, չէ? Եմ որ ընեստայի նրա որ Ուզում եմ ժոգը մեսը որ պոտի բերեր տորտ է տղեն, ապեր են ինչ է կանում իման կնոջ կոմից, հա, ապա ու չի հայտարար Կնոջ կողմից նշաններեքի հայտարարություն է նշանները ապեր Պիտի լորնի Բարև եք նամակվել, բարեկամս մի քիչ ձեր իջացու ես եմ երկում, հիմա մեզ լավ ծափեր տանք, բարձր ու գեղեցիկ մեր Հայկոյի համար։ Հետևորդս ես այ։ Իհարկե, սաղորը քեզ են նայում։
ապրես, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ բոլորիցը ծափերի համար, Հայկին շատ եք, չէ՞ սիրում բոլորը։ Հələ դե ոնց են սիրում։ Նայում եմ ես քո աչքերին Այսքան սիրված լինես բարեկամս, դու ունես գեղեցիկ, սենց, առողջարար, անակնկալ, բայց թե ում կողմից էլ չեմ ասելու, համաձայն ես չէ չասեմ։ Դու ուզում ես վերցրու բարձր մտածի, ես էլ մոմել դվարեմ։ Վերց։ Անակնկալը ինչ է չէ։ Անակնկալը կարա լինի դրսից։ Օ, Գուշակում եմ, թե չէ։ Հայկ, էդ ինչ ասիր, լրիվ հակառակ բան ասիր, բայց կապ չունի որտեղից, հա, էդ ներսից, հա։ Ներսից ու տակ անակնկալը սա, էդ ինչ հեռախոս բերի, դա։ Էդ նվեր ես տալի։ Չէ, պետք չի, բայց հեռասի վրա նկատի չէ ինչ սրտեր կար։ Դա կապ ունի այսօրվա անակնկալի։ Գուշակեցի արդեն անակնկալը։ Իմ կնոջ կողմից։ Այո։ Բա, ընկերներն յանից, այո, դե ծափեր տվեք ճիշտ ասում, դե ես ես պային տող, կնարիք թույրի կգա ու գրքի, Ները ցույց տա, մի հատ պաչիկ կանես, դες թեթև կամ ուժը։ Դու անսահման գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցիկ ես, երջանիկ երազի պես Եկել է օրա ինձ կգիր Կարաս խլապուշկա պայցնես։ Որց եմ, հա։ Հայք ջան, դե հասավ, երազանք պայի չի կանի մոմերը չեն պրծել, որտև սրանք աղա պրծնեն։ Կատարվելու է երազանքը։ Երբեք մեր սերը չի մանի Բրավո, այո, ծափերի համար էլ ապրեք գիտեմ, կարողա թեթև զզվացրել եմ ծափեր ասելով, բայց պետք է, այս պահատես պետք է, դες կապցրությունը վերցրու։ Շնորհակալ եմ Գիտես, մենակ կնոջ կողմից չէր, դրա համար էլի մարդ կա, որ խառն է այս անակնկալին, ուզում եմ մեծ սիրով հրավիրել այստեղ մեր հայրի համար, ով է սրբություն, միակը։ Հայրս, մայրս, քույրերս Մայրը, մայրիկը, ուր է մեր մայրիկը, եկեք ծափերի ներքո, ես ուզում ես վերցրում։ Ին հարասատ մորից Որ մանկության ջերմությունից բարուր էր Մայրս իր մետաքս Այս անակնկալը հիմնականում կնոջ կողմից է, ինքն էլ այս ծաղիկներով որոշել է քո մայրիկին, շնորհակալություն հայտնի ես քեզ համար, որ քեզ լույս աշխարհ բերել ու իր կողքին ես։ Հիմա նվիրի ծաղիկները գրքի Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեմ Փաթաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ Ամեն ինչ ուղղակի հիանալի է, հիմա մեր Հայկի նվերը պետք է տանք։ Այս փայլում եմ։ Ոչինչ, բոլորս ենք այսօր փայլում, ամեն մեկս մեր ձևով, որովհետև քո ծննդյան օրն է։ Շատ ուրախ եմ բոլորը ու մի նվեր էլ կա, ում կողմից կլինի։ Եթե չասես, ես կասեմ նվերանով կգա կվերցնի նվերը ու կտանի։ Կինս և մայրս այստեղ են իրանց կողմից, պլյուս կաղա հովանավորներ լինեն։ Շատ լավ է, որ հույս ունես հովանավորների պահով, բայց սա Հայաստանն է բարեկամս դաժե սրա հովանավորությունն է։ Այս անակնկալը, ով որ ջերմորեն քեզ արել է, կվերցնի ու կկապի գեղեցիկ։ Կինը դա աղբեր։ Հա, իքնա, շատ է քեզ սիրում։ Թող ես գեղեցիկ նվերը մինչև 100 տարեկան կապես, դրանից հետո կտաս թորներին, հա։ Լցվում է սիրտս անսահման ջերմությամբ երբ նայում եմ ես քո աչքերին սիրահարված անցնում է կյանքս մի օրվա երազի պես Այոքնի
Ախ, այդ եղունգները, որոնք խանգարում են այդ ոսկու գործին։ Դու էլ ունես աղբեր։ Ծապերը ոսկին իրա տեղում է։ Այսով լցրել էին կյանքը տակ արևով ու անսահման սիրով Ես ինձ սիրունիկ ես Հարևաշող լույս աղջիկ ես Դու անսահման գեղեցիկ ես Մի վարկյանում սիրեցի քեզ Լուսավոր երազի պես Եվ իհարկե վերջում ամենակարևոր բանի մասին խոսամ, Մայք ջան, ստեղ ավելի կարևոր առիթ էլ կա, մոռացանք ասենք։ Ուզում ես դու ասես։ Նշան ամսակը շնորհավոր, ի՞նչ նշան դու եք ասա, հա։ Լավ, որոշեցինք, որ Հայկը ասի։ Հա։ Մեր բոլոր կանանց մի ամսակը շնորհավոր լինի։ Այս ծափերներ մեր կանանց ու աղջիկների համար։ Եկել է օրայ Անոք եղբայր, քեզ եմ եք շնորհակալ, որ լավ կազմակերպում ես ամեն ինչ, որ դրսից խոսում էր ինձ թվաց մեծ զալա, մտամ տեսամ չէ։ Բայց մեծ մարդիկ են այստեղ նստած, լավ քեֆ են անում։ Ձեզ բարի ժամանց, մենք գնացինք, շնորհակալ եմ բոլորից հետ։ Բրավո, Ստեփան Մարգարյանը Ախպեր, հելա, ես հելա, ախպեր, ահա, վսյո, Ստյոպա հելա, մերը այսքաններ, որովհետև ընկերներ մենք հիմա պետք է բավականին բարձր արագությամբ ուղևորվենք ուղիղ Եղեգնաձոր, որտեղ մեզ սպասում են լիքը լավ մարդիկ, էլի այսենց հավաքված քեֆ անելուց բանակի ընկերոջ հետ հիմա նոր բանակի ընկերներ։ Լայք եք, ժողովուրդ ջան, լայք եք։ Սրտիկեք, բաժանորդ տարածեք սոցցանցերում, տարածեք մանավանդ Չարենցավանցի բարի բարեկամներ։ Կարա չէ ասեի չար բարեկամներ, որտեվ Չարենցավան չար, բարի բարեկամներ։ Բարի։ Բարենցավան։ Սիկես, մի վարկյանում սիրեցի քեզ, երջանիկ երազի